2018-ից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43%-ով, երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են, կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018-ի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ, դիզելային, նավային վառելիքի ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով արտադրության ծավալների տեղային կրճատման եւ պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։ Հայաստանն ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս մասին հայտարարություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում իրավաբանական անձանց ազգային արժույթով տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աճել է 5%-ով։ Ըստ վիճակագրության ԵԱՏՄ-ում արտարժույթով ամենաէժան վարկերը տրամադրվում են Հայաստանում։ Մեր երկրում նման վարկերի միջին տոկոսադրույքները 2025-ի երկրորդ եռամսյակում տատանվել են 7.7%-ից մինչև 8.2%։ 2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2.3%, հայտնում է Համաշխարհային բանկը։ Բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 0.48%, Իրանում 1.5%, իսկ Թուրքիայում 0.23%։ Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13%-ի անկում է գրանցվել։ YouTube-ը համաձայնել է վճարել $24.5 միլիոն Դոնալդ Թրամփի հետ կապված դատական գործը կարգավորելու նպատակով։ Գումարը վերաբերում է 2021-ի կապիտոլիումի անկարգություններից հետո նրա YouTube-ի հաշվի ժամանակավոր արգելափակման դեպքին։ Դրանից $22 միլիոն կփոխանցվի Trust for the National Mall կազմակերպությանը, իսկ 2.5 միլիոնը բաշխվելու է մյուս հայցվորների միջև։ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներ ներմուծվող փայտանյութի եւ դրանից պատրաստված արտադրանքի վրա։ 25%-ի չափով մաքսատուրքերը կգործեն որոշակի տեսակի կահույքի, ներառյալ խոհանոցային կահույքի նկատմամբ։ Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին։ Թրամփը վստահություն է հայտնել, որ դա կվերադարձնի կահույքի բիզնեսը Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան եւ այլ նահանգներ։ Իսրայելի խորհրդարանը վերջնականապես հաստատել է երկրի բյուջեի դեֆիցիտի առավելագույն մակարդակը բարձրացնելու որոշումը ՀՆԱ-ի 4.9%-ից մինչև 5.2%։ Այս քայլը պայմանավորված է պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների ֆինանսավորման նպատակով։ Արդյունքում բյուջետային ծախսերը կավելանան 31 միլիարդ շեկելով, մոտ 9.35 միլիարդ դոլարով։ Ճապոնիայում օգոստոսին մանրածախ վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 1.1%-ով։ Սա ցուցանիշի առաջին նվազումն է վերջին 3.5 տարվա ընթացքում 2022 թվականի փետրվարից ի վեր եւ ամենամեծ անկումը վերջին 4 տարում 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Օգոստոսին վաճառքները նվազել են հետեւյալ ոլորտներում՝ սննդամթերք եւ ըմպելիքներ, ավտոմեքենաներ ու վառելիք։
Հայաստանը 2025 թվականին առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին ավարտվում է տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի եւ կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանը որպես գործընկեր երկիր։